Սալավյովի այս գնահատականները բացի adekvat արձագանքից հիստերիային առաջացրել նաև հակառուսական շրջանակների միջավայրում, որտեղ իսկապես Սալավյովի հայտարարությունները անթույլատրելի են։ Այլ խնդիրը թե ինչպես են Հայաստանում գործող հակառուսական պրոպագանդիստները օգտագործում Սալավյովի կամ Սալավյովանման արարածների հայտարարությունները իրենց պրոպագանդայում։ Հիշեցնել, որ Սալավյովին ամենաուժգինը արձագանքեցին հայաստանցի երկու պրոպագանդիստներ, առաջին հերթին Դանիել Իոնիսյանը եւ K1 պրոպագանդիստը, մեր բոլորի կողմից շատ սիրված Պետրոս Ղազարյանը։ Սալավյովին դատապարտելուց բացի մի քանի մարդկանց էր եւ մի քանի ուժերի լրատվամիջոցների էր առանձնացրել, տենանք դուք բանա կդատապարտեք, այդ թվում նաեւ իմ անունն էր գրել, իբրև թե մենք ռուսամետ ենք, ինձ Էդմոն Մարուկյանին, Լևոն Զուրաբյանին, 24 News-ին, Առավոտ թերթին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տվել մի զամբյուղի մեջ, չգիտեմ ինչի, դա էլ երևի նրանց հերթական պրոպագանդիստական հնարքն է, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու համար բոլոր դիմախոսներին տեղավորել մի զամբյուղում, բոլորը Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությամբ։ Այս թեմայի վերաբերյալ ես ունեմ իմ ասելիքը եւ իմ դիրքորոշումը, եւ որն է այդ դիրքորոշումը, որ այո, ռուսական պրոպագանդիստական միջավայրում մի հետաքրքիր հնարքել կա, իբր թե Կրեմլին քննադատում է, ու այն կտրվածքով է քննադատում, որ քիչ է, պետք է հատուկ ռազմական գործողություններ, SVO-ներ ամենտեղ լինեն, բոլոր ազդեցության գոտիներում, հատկապես հիմա ինչից հետո է Սալավյովը այս թեման իր համար ակտուալ դարձրել, այդ Վենեսուելայի նախագահի հետ տեղի ունեցածից հետո, եւ հիմա դա ոնց որ թե աշխարհում նորաձև է։ Ու ես նաեւ կարծում եմ Սալավյովը շատ փոքր մարդ է, որ կարողանա ինքը կանխորոշի կամ պլանավորի Կրեմլի քաղաքականությունը։ Դիրքորոշումը միշտ Սալավյովի, Կիսելյովի, Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ խիստ բացասական է եղել եւ սա նրա համար չեմ ասում, որ Դանիելին գոհացան, Դանիելովա։ Պետրոս Ղազարյանին ու Դանիել Իոնիսյանին հարց տալի։ Ինչ կարող եք ասել ձեր ու Վլադիմիր Սալավյովի տարբերությունը։ Իմ կարծիքով ոչ մի բանով նույն պրոպագանդիստներն են։ Վայ, Պետրոս Ղազարյանն էլ Ադրբեջանին չարձագանքեց։ Դա բան մանկապարտեզ դալի ոնց ասեմ, զզվելի, որ լակոտակրատիալ է։ Փաստենք, որ Սալավյովը նվեր տվեց Նիկոլ Փաշինյանին։ Ընկերներ, ողջույն, ընդհատակի ծրույցները բնականաբար շարունակվում են, այսօր նկարելու ենք 2026 թվականի մեր առաջին էպիզոդը եւ քննարկելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, իսկ ինչու հայ-ռուսական հարաբերությունները, իհարկե հիմնախնդիրը միշտ ակտուալ, բայց թեման սրվեց ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ Վլադիմիր Սալավյովի մի քանի հայտարարությունների պատճառով ես ընդհանրապես իր եթերները կամ իր հաղորդումները չեմ նայում, աշխատում եմ պրոպագանդիստներից հեռու մնալ, հատկապես Սալավյովից եւ Սալավյովանման արարածներից, բայց նրա հայտարարությունները ինձ ստիպեցին, նրա հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկը ստիպեցին, որ ծանոթանամ, ինչ է ասում, խոսում էր ուկրաինական պատերազմից, ընդհանրապես նախկին հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության գոտիներից դրանց չկորցնելու հեռանկարներից, որ Ռուսաստանը շարունակի իր ազդեցությունը մեծացնել, վերականգնել երբեմնի կորսված դիրքերը, քննադատում էր Հայաստանին, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը եւ առաջարկում էր հատուկ ռազմական գործողություններ իրականացնել այն տարածքներում, որոնք ավանդույթի ուժով ավանդաբար համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտիները, այս բաները։ Եվ սա այս հայտարարությունները Հայաստանում adekvat մարդկանց միջավայրում ընկալվել են որպես սպառնալիք եւ իսկապես չի կարելի մեկ այլ պետության մասին այս կոնտեքստում խոսել սպառնալիքների վախի լեզվով ինչևից է հիմա Սալավյովի այս գնահատականները բացի adekvat արձագանքից հիստերիային առաջացրել նաեւ հակառուսական շրջանակների միջավայրում ես նրանց adekvat չեմ համարում, այսինքն adekvat մարդկանց եւ այդ հակառուսական հիստերիայի կողմնակիցներին ես իրարից բանը
տարանջատում եմ, որտեղ իսկապես Սալավիովի հայտարարությունները անթույլատրելի են, պետք է հստակ, կոնկրետ գնահատական ստանան, բայց այլ խնդիրը թե ինչպես են հակառուսական Հայաստանում գործող հակառուսական պրոպագանդիստները օգտագործում Սալավիովի կամ Սալավիովանման արարածների հայտարարությունները իրենց պրոպագանդայում, իրենց աշխատանքում եւ ուզում հիշեցնել, որ Սալավիովին ուժգինը արձագանքեցին հայաստանցի երկու պրոպագանդիստներ, առաջին հերթին Դանիել Իոնիսյանը եւ K1 պրոպագանդիստը, ամենաազդեցիկը մեր բոլորի կողմից շատ սիրված Պետրոս Ղազարյանը։ Ինչ էր ասում Դանիելը Սալավիովին դատապարտելուց բացի, նաև մի քանի մարդկանց էր եւ մի քանի ուժերի եւ լրատվամիջոցների էր առանձնացրել, ասում էր, տեսեք, տենանք դուք բանակ դատապարտեք, այդ թվում նաև իմ անունն էր գրել, իբրև թե մենք ռուսամետ ենք։ Ինձ Էդմոն Մարուկյանին, Լևոն Զուրաբյանին, 24 News-ին, Առավոտ թերթին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տվել մի զամբյուղի մեջ, չգիտեմ ինչի։ Դա երևի իրենց հերթական պրոպագանդիստական հնարքն է, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու համար բոլոր ընդդիմախոսներին տեղավորել մի զամբյուղում։ Բոլորը Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությամբ։ Լավ, ինչևիցե, ես ամենևին էլ այս էպիզոդը չեմ նկարում կամ այս թեմայի մասին չեմ խոսում, որ Դանիել Իոնիսյանն է ինձ բանը պարտադրում, որ ես գնահատական տամ, դրա համար չէ, բնականաբար չէ։ Այս թեմայի վերաբերյալ ես ունեմ իմ ասելիքը եւ իմ դիրքորոշումը, եւ որն է այդ դիրքորոշումը, որ այո 1991 թվականից ի վեր Կրեմլում կամ Կրեմլամերձ միջավայրում միշտ եղել են ուժեր, որոնք կոշտ քաղաքականության կողմնակից են եղել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, միջինասիական երկրների, մերձբալթյան երկրների նկատմամբ։ Այդպիսի դիրքորոշում ունեցողներ միշտ եղել են, բայց Կրեմլի քաղաքականությունը մենք տեսել ենք, որ այլ կերպ ընթացել նաև ռուսական պրոպագանդիստական միջավայրում մի հետաքրքիր հնարքել կա, այդ պրոպագանդիստները, Կրեմլի պրոպագանդիստները, որ Կրեմլին չեն քննադատել, եւ հիմա երբ որ քննադատները իրենց քննադատները լիբերալ թևի ներկայացուցիչները իրենց դեմը դնում են, դա ասում են, ոնց դուք եթե ազատ մամուլ եք եւ այլն, ազատ քաղաքացիներ, ինչի Կրեմլին չեն քննադատում, ասում են քննադատում են, ոնց չեն քննադատում են, թե ինչի են քիչ ուկրաինական տարածքներ գրավել, քննադատում են, թե ինչի Հյուսային Ղազախստանը չեն օկուպացնում, մոտավորապես այսպես, այսինքն Կրեմլին քննադատում է նրա մեջ, որ ավելի շատ տարածքներ չի գրավում, ավելի շատ երկրներ չի կործանում, սա հայտնի պրոպագանդիստական հնարք է, եւ հիմա նույնը անում է բանաս, Սալավիովը, երբ որ զանգվածների դուր գալու համար, նույն ժամանակին անում էր Ժիրինովսկին, հիշում եք, կարող եք նայել, դու Ժիրինովսկի հարցազրույցը, դու ասում ես, բայց եղել է, որ դու Պուտինին քննադատես երբևէ, դեմը դնում է, շատ ազդեցիկ ձևով, Ժիրինովսկին ասում է, ոնց չի եղել։ Քննադատել են, հիմա են քննադատում, որ քիչ է գրավում, Գրիմը քիչ էր, պետք է Դոնբասն էլ վերցնեիք, պետք է Կիևը վերցնեիք, պետք է Հյուսային Ղազախստանը վերցնեիք, եւ այլն, այս հայտնի հնարք է։ Հիմա նույնը անում է Սալավիովը, իբր թե Կրեմլին քննադատում է, ու այն կտրվածքով է քննադատում, որ քիչ է, պետք է հատուկ ռազմական գործողություններ, SVO-ներ ամենտեղ լինեն, բոլոր ազդեցության գոտիներում, հատկապես հիմա ինչից հետո է Սալավիովը այս թեման իր համար ակտուալ դարձրել, այդ Վենեսուելայի նախագահի հետ տեղի ունեցածից հետո, եւ հիմա դա ոնց որ աշխարհում նորաձև է դառնում հատուկ ռազմական գործողություն, նախագահի առևանգում, պետության ինքնիշխանության վերացում եւ այլն։ Հիմա, բայց ես չեմ կարծում, որ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը համապատասխանում է Սալավիովի դիրքորոշմանը։ Արդեն բացատրեցի, թե Սալավիովը որ գծի ներկայացուցիչն է, ու ես նաև կարծում եմ Սալավիովը շատ փոքր մարդ է, որ կարողանա ինքը կանխորոշի կամ պլանավորի Կրեմլի քաղաքականությունը։ Ես չեմ ասում, որ Կրեմլը Մոսկվան
բարի է տրամադրված Հայաստանի նկատմամբ երբեք էլ միգուցե բարի տրամադրված չի եղել, բայց հստակ առնվազն կարող պնդել այս փուլի համար, որ Սալավյովի այդ պրոպագանդիստական ժայթքումները այդքան էլ չեն համապատասխանում Կրեմլի դիրքորոշմանը, որտեղ մենք տեսնում ենք Փաշինյան-Պուտին այլ որակի հարաբերություններ, տեսնում ենք այլ որակի տնտեսական հարաբերություններ, ԵԱՏՄ-ի շրջանակներում, պատժամիջոցների համատեքստում, թե ինչպես է Հայաստանը լրջագույն աջակցություն ցույց տալիս Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները եւ այլն, տեսնում ենք Ռուսաստանի թույլ ներկայացումը մեր տարածաշրջանում եւ Կամովին, բայց սա դնենք մի կողմ, Սալավյովին էլ դնենք մի կողմ, իմ դիրքորոշումը միշտ Սալավյովի, Կիսելյովի, Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ խիստ բացասական ա եղել եւ սա նրա համար չեմ ասում որ Դանիելին գոհացան, Դանիել ով է։ Հիմա ես կասեմ Դանիելը ով է, կարակ իմ հին եթերները բոլոր նայեք, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը այլ երկիր է, դրանք էլ Ռուսաստանի տեղեկատվական պատերազմի զինվորներն են եւ անում են իրենց աշխատանքը։ Բայց եթե ինչ-որ մի փուլում Դինամ աշխարհը այնքան խելագար դառնա, որ Սալավյովի պնդումները դառնան քաղաքականություն, բնականաբար արձագանքնել համապատասխան կլինի Հայաստանից, կարծում եմ բոլոր մտավոր շրջանակների կողմից այդ հիստերիկ հակառուսականությունից անդին, մենք դրանց հետ կորչ չունենք։ Եվ հիմա գանք Դանիելին եւ Պետրոսին, որտեղ հիմա հիստերիայի մեջ են ընկել, հա, Սալավյովի պնդումներից հետո այդ նույն Պետրոսը եւ Դանիելը, որ երբեք չեն արձագանքում Ադրբեջանի, Թուրքիայի լրագրողների, փորձագետների կամ պաշտոնական ներկայացուցիչների սպառնալիքներին, այլև ամեն նոր սպառնալիքներ է թափում Հայաստանի գլխին, ամեն նոր տարածքային պահանջներ ներկայացնում, անուղղակիորեն խոսելով Արևմտյան Ադրբեջանի մասին, բայց Հայաստանը կամ Հայաստանի այդ քաղաքացիություն կոչված շրջանակները լուրն եւ հանգիստ այդպես է պետք է լինի, դե պարտված երկիր են, բայց հիմա Ռուսաստանից մեկ պրոպագանդիստ, անադեկվատ պրոպագանդիստ ինչ-որ մեկ գժություն է խոսած, ահա, հիստերիկությունն անում, լրբությունն անում, բոլորի զնում են մի զամբյուղի մեջ, բան, Քոչարյան, Փաշինյան, Էդմոն Մանուկյան, Զուրաբյան, մենք ինչ կապ ունենք այդ մարդկանց հետ։ Ինչպես է, լավ, Սալավյով, բայց Պետրոս Ղազարյանին ու Դանիել Յոնասյանին հարց տալի, ինձ կարող եք ասել, ձեր ու Վլադիմիր Սալավյովի տարբերությունը Պետրոս Ղազարյան, դու ինչով ես տարբերվում, օրինակ, Վլադիմիր Սալավյովից իմ կարծիքով ոչ մի բանով։ Նույն պրոպագանդիստներն են, միգուցե Հայաստանը ավելի պարարտ տարածություն է, այլ ավելի որակյալ պրոպագանդիստներն են, որտեղ դա միշտ է ազատ երկիր է, միշտ 91 թվականից ի վեր Հայաստանը ամենա բոլոր երկրներից էլ հետ խորհրդային տարածքի ազատ է եղել։ Եկե Վրաստանը, մերձբալթյան երկրներից չհաշված։ Հայաստանը ավանդույթ ունի, դա միգուցե կապված է իր քրիստոնեության հետ, իր մշակույթի հետ, որ այս երկիրը ավելի ազատ է։ Եվ հիմա դա կա։ Բայց հիմա Պետրոս Ղազարյանի եւ Սալավյովի տարբերությունը ո՞րն է։ Նույն պրոպագանդիստներն են, նույն պրոպագանդիստական պատերազմի զինվորներն են, ուղղակի տարբեր դրոշակներ են ներկայացնում։ Նույնը նաեւ Դանիել Յոնասյանն է։ Այս առումով իրենց Դանիել Յոնասյանին ու Պետրոս Ղազարյանին կարող եմ ասել, որ բարեկամներ հանգստացեք։ Հանգստացեք դուք եւ Սալավյովը նույնն եք։ Նույն տեղեկատվական պատերազմի զինվորներն եք։ Եվ ցավենա, որ դրանից ոչ մեկը Հայաստանը չի ներկայացնում եւ չի կարող ներկայացնել։ Դուք իրար դեմ կռվեք, մեր այդ գործ չունեք։ Սալավյովի գժության պատասխաննել մենք կտանք, եթե Սալավյովի գժությունը պրոպագանդիստական քաղաքականություն դառնա, դրա պատասխաննել վստահաբար կլինի եւ այդ պատասխանը Հայաստանի հակապետական իշխանությունը չի տալու։ Դրա տվողներն էլ կլինեն, բայց ստեղ մատ ուրիշ բան էլ կա էլի, որ այդ շրջանակներին ոչ այնքան հետաքրքրում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ այնքան հետաքրքրում է Հայաստանի անվտանգությունը եւ անկախությունը, այլ ոնց որ թամաշա այն ստացել է, վայ, Սալավյովը խայծ ա տվել, հիմա դա կարող են օգտագործել Հայաստանի ներքին կյանքում որպես պրոպագանդիստական ինչ-որ գործիք, ազդեցիկ գործիք, չէ, առավոտից իրիկուն հիստերիկություն են անում, չէ, հիբրիդային պատերազմ, Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ մղում, ահա Սալավյովը թամաշան տվեց, ձեռները շփացնելով, հիմա դա տարածում են ու տարածելու են։
Եվ հիմա Սարավիովը նման այդ հարցերին ինքան տգետ են։ Գոնե Հայաստանի վերաբերյալ ունեցած գիտելիքների առումով չեն Հայաստանում, չեն հասկանում, թե ինչ իրականություն Հայաստանում, ինչ ուժերի ինչ դասավորություն է Հայաստանում եւ ոնց որ սնեն հիբրիդային պատերազմի մասին միֆերը։ Սարավիովը ոնց որ Նիկոլ Փաշինյանին նախընտրական պայքարի համար հիշեցնում որ 2026 թվականը նախընտրական տարի է Չնեն լինելու, Սալավիովը տարածիկ զենք տվեց այս մարդուն, որ սա լոշը թափ տալով, հիբրիդային պատրաստ գոռալով նորից գա ընտրվի, նորից գա եկեղեցին կործանի, նորից ընդդիմադիրներին բանտերը լցնի, բռնություններ կիրառի։ Սալավիովը դա է ու դա դարձնում է ապուշ առնվազն Հայաստանի վերաբերյալ ունեցած գիտելիքների առումով։ Այսինքն այդ կարգի իրենք չեն ճանել, դու լրագրող ես, խոսում ես Հայաստանի մասին, բայց Հայաստանի մասին Հայաստանի երկիր է Հայաստանի մասին խոսելու համար կա չինեմ փորձագիտական գիտելիքներ ունենաս, ակադեմիական գիտելիքներ ունենաս, ինչպես իրանագետը խոսի Իրանի մասին, թուրքագետը Թուրքիայի մասին, արաբագետը արաբական երկրների մասին, Հայաստանի մասին խոսելիս պետք է ունենաս գիտելիքներ, տվյալ պայմաններ, տվյալ քաղաքականությունն ես քննարկում, պետք է իմանաս Հայաստանում ինչ իրավիճակ է տիրում։ Բայց դրանք ինքան բան է տգետ, հին, սովետական հայացքով են նայում այդ խորհրդային տարածքի երկրներին ու չեն հասկանում ինչա կատարում։ Դրա համար մեկը մյուսի հետևից բոլոր երկրներում սկսեն ատել ռուսներին։ Իրանց տգետ, հին, արխայիկ մոտեցման պատճառով։ Հայ-ռուսական հարաբերությունները իրականում շատ բարդ են։ Սալավիովներից, Պետրոս Ղազարյաններից, Դանիել Իոնիսյաններից անդին, դրանց մասին պետք է շատ լուրջ խոսալ, առանց այդ պրոպագանդիստական, այդ մանիպուլյացիոն հնարքների, որ հիմա անում են։ Բայց դու ինչ չէ դատապարտեցիր։ Դու Ադրբեջանից մեկը ասում, մեկը մի բան ասում, այն կողմից են ասում, բանան, ռուսամետ կողմից են ասում, վայ, բան, Պետրոս Ղազարյանն էլ բան, Ադրբեջանի չարձագանքից, դա բան մանկապարտեզ դալի, ոնց ասում, զզվելի, ինչ-որ լակոտակրատիալն է։ Իրական շատ բարդ իրականություն է, հայ-ռուսական հարաբերությունները շատ բարդ են, դրանց մասին պետք է լուրջ խոսալ։ Խոսալ եւ գնահատել սպառնալիքը, խոսալ եւ գնահատել բարեկամության սահմանները, բարեկամության չափը։ Ի վերջո փլուզում եւ կատաստրոֆա է եղել, նոր հարաբերություններ պետք է ձևավորեն։ Այս ամենի մասին պետք է խոսվի, բայց փոխարենը պրոպագանդիստական զզվելի հնարքներ են անում։ Սալավիովները, Պետրոս Ղազարյանները եւ Դանիել Իոնիսյանները։ Ինչպես է խոստանում եմ, որ այս ֆորմատով հայ-ռուսական հարաբերությունների մասին այս տարի ավելի շատ խոսեմ։ Բայց փաստենք, որ Սալավիովը սպասության նվեր տվեց Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ կարծում, որ գիտակցաբար, չգիտակցաբար, որտեվ չեմ կարծում, որ դավադրությունների տեսությունների հետ գործում նվեր տվեց, առանց հասկանալու եւ չեմ կարծում, որ դա Կրեմլի պաշտոնական դիրքորոշումն է։ Արդեն բացատրեցի։ Ինչևից է, այսօր այսքանը դա մեր առաջին էպիզոդներ, վստահաբար ոչ վերջինը, բարբերաբար խոսել ենք տարբեր հարցերի մասին, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Շնորհակալ եմ, բայց մինչ առանալը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 1-9-1, հավանել, տարածել ընդհատակի զրույցները, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Լավ մնացեք։